Իրանում գնում էր հետագա զարգացումներով լի մի գործընթաց նախ եւ առաջ Ռուսաստան եւ Չինաստանը շարունակում են ռազմատեխնիկական օգնություններ ուղարկել Իրան Իրանից եւ Չինաստանի միջև եւ Ռուսաստանի միջև անընդհատ թռիչքներ են կատարվում ռազմա տրանսպորտային ինքնաթիռների ու այդ պատճառով Масуд Пезешкиан дал интервью американскому журналисту Такеру Карлсону. Между Соединенными Штатами и Ираном сейчас наблюдается пауза в войне, или, по крайней мере, кажется, что она есть. Как вы думаете, чем все это закончится? Как бы вы хотели, чтобы это закончилось? Мы не начинали эту войну и не хотим, чтобы она продолжалась в каком-либо виде. С самого начала мой девиз, который я всегда придерживался, заключался в том, чтобы укреплять национальное единство внутри страны и поддерживать мир, спокойствие и дружбу с соседними странами и остальным миром. Президент США Дональд Трамп Բացի դրանից, բացի Պեզեշկյանից հանդես են եկել տարբեր հայտարարություններով, դուք գիտեք, որ արիտը նոր է ստեղծվել, չէ? Այսինքն նոր կայացել է հերթական, իսլամական հեղափոխության հերթական տարեդարձ են նշել Իրանում, շատ մեծ շախով։ Բազմամիլիոնանոց ցույցեր, քայլերթեր, որոնց մեջ մասնակից են եղել բարձրաստիճան ամբողջ իրենց ղեկավարությունը, դե բնականաբար գերագույն առաջնորդը տարիք ունի, ինքը չի մասնակցել այդ քայլերթերին, բայց Պեզեշկյանը, արտգործնախարարը, բոլոր զինվորականները եւ այլը, ամբողջ Իրանի ղեկավարությունը ազգի ժողովրդի հետ լիիրավ մասնակցել է այդ տոնակատարություններին։ Ահա այդ պատճառով Իրանի տարբեր գործիչներ, այդ թվում ռազմական գործիչներ, բազում ելույթներ են ունեցել ու նշել են. այո, մենք խաղաղության կողմնակից ենք, բայց պատրաստ ենք պատերազմի։ Ահա թե ինչու ես այսօր արդեն հիշատակեցի, որ ամերիկացիք մտավախություն ունեն, որ իրականում ամենաարդի ռազմաավիացիա հայտնվում է Իրանի ձեռքում։ Այդ ուղղությամբ էլի կրկնում աշխատում են եւ Չինաստանը եւ Ռուսաստանը, բայց կարամ ձեզ մի հատ փոքրիկ գաղտնիք բացեմ, նաեւ Հյուսիսային Կորեա, այսինքն այն երկրները, որոնց հետ Իրանը ունի շատ սերտ ու բավական պինդ կապեր ու համագործակցություն, բայց բացի դրանից, որ Իրանը շարունակում է պատրաստվել հնարավոր եւ հավանական հակաիրանյան գործողություններին Հայաստանի եւ Կովկասյան տատարների տարածքներից, մատնանշում եմ ընդգծած Հայաստանի, ոչ միայն Կովկասյան տատարների, եւ Հայաստանի տարածքից։ Բացի դրանից, որ Իրանը պատրաստվում է դրան, Իրանի ներսում մի 3 օր առաջ, այսինքն փետրվարի 11-ից մի քիչ շուտ տեղի է ունեցել հետաքրքիր իրադարձություն։ Ձերբակալվել են 5 հոգի բավական բարձրաստիճան մարդկանցից, այդ խմբից, իրենց անունները ձեզ ոչ մի բան չեն ասի։ Այդպես ասած ծայրահեղ բարեփոխիչների շարժումը, որը գլխավորում էր այդ հինգյակը։ Ու իրենց պլանի մեջ մտնում էր կամ այդ հունվարյան ուրեմն
ցույցերի եւ ըմբոստ ասենք վիճակների ժամանակ կամ դրանից հետո ու արդեն երևում է որ պլանավորել են հենց իսլամական հեղափոխության տարեդարձի օրը կազմակերպել հեղաշրջում ու հերացնել այս կամ այն ձև Այաթոլլահ Ալի Խամենեին իշխանության հեկից բայց կորպուսը իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կարողացել է կասեցնել եւ ժամանակին ձերբակալել այդ հինգյակը ու ես անձամբ կարծում եմ որ այն պատճառները որոնց ասենք հաշվի առնելիս Տրամպը հաուհա հետաձգումը հարվածում եմ թե չհարվածում Իրանին որոշումը ուղարկեմ չուղարկեմ 2-3 ավիակիր դեպի իրանական ծովափնյակը թե չէ թե ոնց դա փոխկապված է դրա հետ նա համբերատար սպասել է որ այդ հինգյակը կազմակերպի հեղաշրջում վերևում դե ներքևում չստացվեց հունվարին չստացվեց անվտանգության ուժերը Իրանի հայտնվել են այդպես ասած պատրաստական վիճակում քիչ թե շատ հա կորուստներով բայց կասեցրել են այդ քայքայիչ գործընթաց ու Իսրայելի եւ Տրամպի հույսերը կապված են եղել այդ հինգյակի հետ Վենսին ուղարկել են Հայաստան եւ Բաքու այդ պատճառով նախապատրաստվեն գեղաշրջմանը Իրանում Վենս դու ապուշ ես ու սրիկա չստացվեց փոխանցի Տրամպին եւ Նետանյախուին չստացվեց այդ ձեր պարագանն էլ է ձեր բակալված հապանված է ու այնչու մենք ավելի շատ տեղ ենք տալիս այն բանին որ եթե կհիշեք ես ձեր թահավարում դրա մասին խոսացել եմ Իրանի դեսպան Խալիլ Շիր Գոլամիի հունվարի 14-ի առած Երևանում հայտարարությունները որ Թեհրանում տպավորություն է ստեղծվում որ Հայաստանը վերանում է հակաիրանյան գործողությունների կենտրոն տարածաշրջանում Ուշադիր լսեք ԿՓ-ական, ԿԿՊ-ՍՍ-ական, եսիմինչական ֆաշիստական խումբը Ուշադիր լսեք Ինչպես նաև ուշադիր կարդացեք կորպուսի տելեգրամ ալիքներում տարածած բոլոր հայտարարություններին Դա ձեր մասին է նաև Եվ ես առաջարկում եմ, որ մեր ունկնդիրները ուշադրություն դարձնեն մի քանի օր առաջ հայտնված ռուսական ԶԼՄ-ներում մի հետաքրքիր իհարկե անձնավորության կարծիքը Ռուսաստանի ԶԼՄ-ների ոլորտում աշխատում է մի հատ ինձ համար բավական հարգված կինը Լյուբով Ստեպուշովա հայտնի ժուրնալիստ լրագրող Մոսկվայի համար անհայտ է հայաստանցիների համար մատնանշում եմ հայաստանցիների համար որովհետև համոզված են որ Արցախում կլինեն մի 5 կամ 10 հոգի մարդ որոնք հիշում են որ 8 տարի առաջ Լյուբով Ստեպուշովա մի ծրագրի ընթացքում որը առ այսօր գոյություն ունի YouTube-ում հայտարարել է որ Արցախը դա հայկական քաղաքակրթությունն է աղա այդ պատճառով ես խնդրում եմ ուշադրություն դարձրեք թե Լյուբով Ստեպուշովը ինչ ասաց մի քանի օր առաջ Նա առաջարկեց 3 տարբերակ պայքարել Տրամպի տրիպերի եւ Վենսերի դեմ Անդրկովկասում, այսինքն Հայաստանում
Առաջի տարբերակը առանց մանրամասների պետք է մտեք կարդացեք։ Առաջի տարբերակը նա փոխկապում է միայն Իրանի կողմից հնարավոր հակաքայլերի հետ։ Երկրորդ տարբերակը նա դիտարկում է որպես զուտ Ռուսաստանի կողմից հակաքայլեր։ Բայց երրորդ տարբերակը դա ամենահետաքրքիրը եւ ամենահավանականը։ Լյուբով Ստեպուշովը առաջարկում է, որ Ռուսաստանը եւ Իրանը գործեն միատեղ, համատեղ, կոորդինացված։ Այդ մարդը, որը անթակուն հարգում է հայությունը, հայկական քաղաքակրթությունը, արդեն նաև ստիպված է, ասում է, վարդագույն ակնոցները ժամանակ է եկել հանենք ու տեսնենք ով է ոնց գործում, այլ ոչ թե խոսում որոշ Ալեն Սիմոնյանների նման։ Այնպես որ ես չեմ վիճակի չեմ, իրավունք էլ չունեմ բացառել, որ իրականում ոչ թե միայն Ռուսաստան ու Իրանը սկսեն համատեղ գործել Տրամպի տրիպերի դեմ, այսինքն պրոսիոնիստական ամերիկացիների, ասենք ամերիկյան ղեկավարների դեմ, այլ կլինի երակողմ, եթե ոչ քարակողմ համագործակցություն, որպեսզի Տրամպի տրիպերը չկայանա։ Իսկ այդ խոստումները 5 միլիարդ գումարած 4 միլիարդ իբր թե Հայաստանին են տալի։ Կրկնում եմ, դա Հայաստանին չեն տալի։ Դա տալիս են, որպեսզի ստեղ կառուցվի միջուկային փորձարկումների փորձադաշտ։ Զուտ պոլիգոն միջուկային փորձարկումների համար, տվյալ դեպքում մոդուլային մինի ատոմակայանների փորձադաշտ, ամերիկյան ռեակտորների փորձադաշտ։ Հարց է ծագում, բա ինչու եք զրկում ուրիշ որևէ մի երկիր այդ նույն հաճույքներից կոպիտ ասած։ Այնա նույն իրանական կորպուսի, պահապանների կորպուսի պաշտոնաթող պայեստազորի զինծառայողներից մեկը, իհարկե հետախուզության զինծառայողներից մեկը, վերջերս հարցազրույցի ընթացքում ասել է, բայց մենք շատ վաղուց գիտենք, որ Սաուդյան Արաբիա ունի միջուկային զենք։ Լավ եք լսել ես ինչ եմ ասել։ Այսինքն, եթե դու Ամերիկա մետ ես, քեզ ամեն ինչ թույլատրելի է, կարա սպառնաս ամբողջ աշխարհին։ Դու որ հրեանամետ ես, սիոնիստամետ ես, քեզ ամեն ինչ թույլ է տրվում։ Եթե դու ասում ես, չէ, ես ինքնուրույն անկախ պետություն եմ, ու իմ ազգը, իմ բնակչությունը մեր յուրովի զարգացման ճանապարհ ունի, լինի դա ենթադրենք ուղղափառ աշխարհը կամ մահմեդական աշխարհը կամ հինդուիստական աշխարհը կամ բուդդայական աշխարհը, եթե հերավոր արևելք վերցնենք։ Չէ, դու կով եք, գոռում են հրեաները եւ ամերիկացիք։ Մենք մարդիկ ենք, այդ դուք ֆաշիստ եք, տականք եք, հանցագործ եք, ու այդ Էփշտեյնի կոչված դոսիեն գործը ապացուցում է, որ դուք եք փչացած, այլասերված, սրբապիղծեր եք, այսինքն ֆաշիստ եք։
ինչ պետք է արվի։ Դե որ Ռուսաստանում եւ Չինաստանում որոշակի ասենք փորձագետները կամ ասենք լրագրողները արդեն խորհուրդ են տալիս իրենց իշխանավորներին, որպեսզի միահամուռ, համատեղ հակակայլերով տապալ են ամերիկացիների եւ սիոնիստների ծրագրերը Անդրկովկասում։ Մենք երևի թե այդ խորհուրդներին ոչ մի բան ուրիշ ավելացնել չունենք։ Բայց ցավալի է այն փաստը, որ պրակտիկորեն այսօրվա իշխանավոր ճակերտավոր տայֆան ամեն քայլերով զրկել է մեր հայությունը հնարավորությունից, որպեսզի մենք ինքնուրույն հաշվարկենք մեր ազգային շահերը, պարտադրել է մեզ տուրանիստական, պանթուրքական ճանապարհը, պարտադրել է, որովհետև այդ սրիկա ու տականքը նա հայ չի, նա թուրք է, թուրքի չուտ է։ Եվ վերջին հարց